Ինչպես հետևել սեռական օրգանների հիգիենան նախադասությունը պետք է ճիշտ ընկալել հասկանալ, քանի որ հիգիենան ունի նաև իր նորմայի տարբերակը, ավելնորդ հիգիենային հետևել պետք չի, պակասել հետևել պետք չի, գոյություն ունի այս ամենի նորմայի տարբերակը, որն է իրականում ճիշտը, ինչպես հետևել սեռական օրգանների հիգիենային և արդյոք մինչև միայն հիգիենային հետևելը բավարար է լինում, որ սեռական օրգաններից տհաճ հոտ չգա, ոչ, դա բավարար չի լինում, շատ հաճախ մարդիկ ունեն լուրջ առողջական խնդիրներ, որի պատճառով իրենց մոտ մշտապես կպահպանվի սեռական օրգանների հատվածում առկա տհաճ հոտը, չնայած նրան, որ իրենք ավելի լավ են հետևում իրենց սեռական օրգանների հիգիենային, քան մեկ այլ ուրիշ մարդ, չնայած այն մեկ այլ ուրիշ մարդու մոտ չկա հոտի զգացողությունը։ Այո, տարատեսակ խնդիրները տղամարդկանց մոտ, առավելապես եթե այդ խնդիրները կենտրոնացված են առնանդամի գլխիկի, թլիպի վրա եղած հատվածներում, ապա այս դեպքում շատ դժվար է ազատվել տհաճ հոտից։ Եվ մարդիկ, ովքեր հասկանալով ընկալելով, որ իրենք ունեն տհաճ հոտ, ինչ են անում, օրը 5 անգամ են լվանում, պետք չի այդպես անել։ Օրը 5 անգամ լվանալով դուք ոչ միայն հետևում եք ձեր մաքրությանը, այլ ավելորդ անգամ ոչնչացնում եք այն կարևոր միկրոբներին, որոնք ապրում են ձեր սեռական օրգանների հատվածում եւ մասնակցում են որոշակի կենսագործունեության process-ներին մեր օրգանիզմի, որը ի դեպ բնականon է, որը ի դեպ նորմալ է, պետք չի ոչնչացնել բոլոր միկրոբներին, ագրեսիվ պետք չի լվանալ ոչ բերանի խոռոչը, ոչ ատամները, ոչ մաշկը, ոչ մազերը, ոչ մի պարագայում պետք չի ագրեսիվություն ցուցաբերել, օրը մի քանի անգամ անելով դա դեռ չի նշանակում, որ դուք ուշ լավ եք հետևում ձեր հիգիենային, կրկնում եմ, այդ ամեն ինչը ունի իր նորմայի տարբերակը, սեռական օրգանները կարելի է եւ պետք է լվանալ ամեն օր, կարելի բառահանենք, պետք է լվանալ ամեն օր, տղամարդկանց պարագայում այդ լվացումները պետք է անել արտաքինից, երբ դեռ բացված չի առնանդամի գլխիկը, պետք է դա անել օճառով, շամպույնով կամ որևէ այլ խնամքի միջոցներով, որից դուք օգտվում եք, ամենավերջում հետ ենք քաշում թլիպը եւ առնանդամի գլխիկը լվանում ենք գոլ սովորական ջրով, խուսափելով օճառի շամպույնի անմիջական շփումից գլխիկից, խուսափելով, դա չի նշանակում, որ հանգամանքների բերումը մի անգամ օճառ է կպե, ուրեմն ձեր խնդրի պատճառը օճառն է, ինչպես նաև շատ հետևողական ենք լինում հետանցքի հիգիենային, ամեն տուալետից հետո թղթից բացի հետանցքը լվանալը չի նշանակում, որ դուք կրոնափոխության ճանապարհին եք, դա ուղղակի նշանակում է, որ դուք մարդ եք, որ շատ հետևողական է իր հիգիենային։